Հերթական լուրը Ադրբեջանից փաստորեն դիզվառելիք է ներկրվելու, ասում են դիվերսիֆիկացիայի տիրույթում սա պիտի դիտարկել եւ հրաշալի է ձեր գնահատականը։ Դեք ես մի քանի անգամ խորհուրդ եմ տալիս, տվել, հիմա խորհուրդ եմ տալիս առանձնապես պես լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արած հայտարարությունների։ Հիշում եք 10 միլիոն ծառի պատմությունը, 44 օր հաղթում ենք եւ այլն, այդպիսի 10, 15, 20, 30 օրինակ կարող եմ բերել։ Հիմա ինչ եք ուզում որ ես ասեմ։ Դիվերսիֆիկացիա է թե ոչ սա։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն, հա։ Թող փորձեն։ Թող փորձեն տեսնենք։ Հասկացում եք, այսինքն, եթե ավարտը լավ կլինի, թե ոչ։ Պարոն նախագահ, պարոն Մարուքյանը ընդդիմադիր դաշտին համախմբան կոչ է անում, իր ձևակերպումն է Էդմոն Մարուքյանը համախմբան կոչ է անում ընդդիմադիր դաշտին, իր ձևակերպումն է Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար, հանրապետական այս մասով որոշում ունի։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ ձեր ասած հայտարարությանը, ես տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, ոչ միայն հայտարարությանը, այլ Իշխան Սաղաթելյանը եկել հանդիպել ենք եւ բոլոր այդ դրույթները, որ նաեւ Իշխանը Սաղաթելյան շարադրել է գրավոր, ինձ վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք, այստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն եւ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես հանրապետականին։ Չէ, եթե առավոտը Սիրիկուն պետք է մեզ քննադատեն, մենք գնանք այդ մարդկանց հետ ինչ ասենք, Ում նկատում եք, պարոն նախագահ, քննադատողները հանրապետական։ Դուք մամուլ ընթերցում եք, բայց ընթերցում եք, ուրեմն պետք է իմանաք։ Ռոբերտ, երկրորդ նախագահի Civic-ում կայքը քիչ առաջ հրապարակում է կատարել այն մասին, որ ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հարցման մի պատասխան դուք կարող եք ծանոթանալ, որպեսզի տեղեկություն է տրամադրել, որ Եզրած arczepiskopos Ներսիսյանը 1986-88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Դուք եղել եք երկրի նախագահ, դուք ԱԱԾ-ում եք եղել, այսպիսի տվյալներ ունեք, ունեցել եք արդյոք եւ սրանք արդյոք գաղտնազերծման ենթակա տվյալներ են։ Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ոչ ազգային անվտանգության ծառայության ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ եւ ընդհանրապես իմ նախկին ծառայեկիցները կարող են հավաստել, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ազգային անվտանգության ծառայության հետ, առավել ևս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ, որտեղ դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց դրանք ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտեն թե որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին կամ որի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը օգուտ է բերել, թե վնաս է բերել։ Այնպես որ ես կարծում եմ, այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ մրգերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ որ այլ ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ այս դեպքում ձեզ այդ ոչ լեգիտիմ նպատակը ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ճնշում գործադրելն է, թե այլ նպատակ։ Խոսքը վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը։ Այսինքն ինչ է, հիմա եղբոր համար պատասխանատու, հա։
Ախր այս դեպի ուր ենք մենք գլորվում, ես չեմ հասկանում։ Եթե իրոք դա իրականություն է։ Պարոն նախագահ, Կայա Կալասի հայտարարության մասին, էլի, Կայա Կալասը